Ուրեմն ռուս ազգությամբ ռուս ճանաչված մի հատ գիտնական կա, ես իրականում իա ազգանունը հիմա չեմ հիշում իրոք, աշխատանքներ էր արեց բանի գենետիկայի ուղղությամբ ոնց կարելի է ինֆորմացիան փոխանցել էլի առողջ գեները, հիվանդ գեները, բանի միջոցով էներգետիկ համակարգի, սենց հակիր չլա ներկայացնեմ ինքս ինձ, որ հետո չմոռանամ, թե ինչի մասին է լինելու խոսքս։ Ուրեմն ինչ ասում եմ, որ սկզբի ծաղկի, Ամերիկայում է ինքը եղել, ծաղիկների վրա են փորձարկումներ արել, դե հասկանալի է ծաղիկները ոնց են աճում, հետո անցել են կենդանիներին, հետո մարդու, դե ոնց է լինի աշակերտներ կարան թողեն, ուրեմն դա ոնց է լինում, ասեմ ձեզ, ինչ կարգի, ես իր անունը հետո կտամ, չգիտեմ նա ողջա թե մահացած, հավանական ասում են ինչ-որ մահացել է, ոնց է փոխացվում այդ ռադրաբոլկեկը աշխատանքները, արել է ինքը դեռ շատ շուտվանից, հավանական աշակերտները ունի, թե Ամերիկանա վերցրեց աշխատանքները, թե մնացել է Ռուսաստանում, դա չգիտեմ, բայց որ տարածության վրեն մարդու ինֆորմացիան, գենետիկորեն, ինֆորմացիան կարողացել են հաղորդեն ուրիշին, նրա հիվանդության մասին, նրա, ասենք, առողջական ընդհանուր վիճակը ինֆորմացիան, փոխանցեն ուրիշին, դա ինչ-որտեղ հավանականը հաջողվել է իրանց, այդ էներգետիկ համակարգի միջոցով, դա ընդհանրապես որ ասում են Սուրբ Հոգին դա, տեսեք ասում է կնքված է եղել ջրով, ասենք ջրով կնքվածն ուրիշ է, բանի մեջ է գրած, երկնքով է ուրիշ, Крещенный небом или водой, разница большая. Но если крещенным небом и землей и водой, это вообще уже сила. Или что касается Эсманы Кануки. Значит, это энергетическая масса человеческого разума, информация о человеке можно перенести через эту аппаратуру. Ну, а теперь можно перенести, наверное, и через дистанционно, конечно, и через телефон, или вот эти установки, которые стоят на крыше. А более быстрое распространение, решут տարածումը, դա արդեն հատուկ սարքերի միջոցով կարելի է դա անել։ Ուրեմն ինչա դա տալի, ես ասեմ, ես այդ կողմից ասենք շատ շուտ եմ լսել իրան, դեռ ես կարողանում եմ ես ամեն ինչ անել, բայց շուտ ասելով ես վերջի տարիներին եմ պատական YouTube-ում հանդիպել իր աշխատանքները։ Ուրեմն կարելի է ինֆորմացիան առողջ մարդու հաղորդել հիվանդ մարդուն, հիվանդ մարդուց առողջ մարդուն։ Ուրեմն պայքար է գնում այդ վաղ արդեն երկու ինֆորմացիոն դաշտի մեջ։ Նույն ձև օգնում է էլի այդ էներգետիկ ասենք համակարգը փորձարկումը կատարել ռեալ տարածության վրա, ինչքանով դա ազդեցիկ կլինի։ Ավելի հետաքրքիր
տարբերակը դա ընտանիքներն են։ Կխասեմ ուշադիր մտքից հետևակ, որտեղ ես սա թողել եմ գայեփիղ, էլի։ Ես սա ասել եմ, սա Facebook-ով տարածել եմ։ Ուրեմն այդ շատ հետաքրքիր է դա այդ փորձարկումներ անել ընտանիքի մեջ։ Ընտանիքների մեջ օգտագործելով երեխաներին, եթե բազմազավակ է, ասենք աղջիկ, տղա, աղջիկ, սենց էլի։ Ըստ իրանց դա ինչ որտեղ հաջողվել է։ Ճյուղավորված տարբերակն եմ ասում, իսկ որ վերցնես արդեն ուրիշ ինչ-որ կնոջ տարբերակը, որ նույն ձև այդ էմոցիոնալ էներգիան պիտի փոխանցվի ուրիշ կնոջը, բայց ցանկալի չի դա տղամարդուն, ինչ առումով դուրը չի գալի տղամարդու այդ գիրը, որ փող է տաս, զորով, ասենք, սենց ամոչ չի ասել էլի, առնատամը այդ կնոջ վրա չի կաղի, ուզի չուզի, պիտի աշկերը փագի, նայի մատ ուրիշ նկարի չէ, կամ հիշի մի ուրիշ դրվակ իրա կյանքից, որ մի հատ ուրիշ գեղեցիկ կնոջ հետ եղել է, պատկերացրից է իրա հետ է, որ ինչ որտեղ իրան հաջողվի, էլի մտով, ասենք, էսի ասենք, ես խոսում եմ գիտական անկյունից, հանգած ստե ուրիշ բան չլինի, ուրեմն այդ ամեն ինչ փորձարկումները գնացել է հավանական, դրանով հետաքրքրված են եղել ոչ միայն ռուսական կողմը, այլ տարբեր երկրներում, Եվրոպա, Ամերիկա, հատկապես էլի, սենց ասեմ։ Հիմա երևում է սկսել են հետաքրքրվել ուրիշ երկրները, դա աուրայի հետ էլ է կապված, ընդհանուր մարդու գենետիկ կառուցվածքի հետ, ասեմ դες ես հնարավորություն չի եղել էլի, որ ես ավելի ճշգրիտ սենց գրագետ եզերս լուծեմ այս իմ թեմայի վերաբերյալ։ Արիտ չեղել ուղղակի։ Միշտ իմ վիճակը այն ձև աղել, որ այդ ինվորմացիան դաշտի հետ պայքարից, ես ասել եմ էլի, ուղեղից վրին կարացել են ազդել։ Ուղղակի թե անուղղակի ձևերով ես դա արդեն գիտեմ, բայց կոնկրետ չեմ կարող ասել, էլի, թե ով, եթե ես իմանամ ով, 100% այդ տվյալ հանձնավորությունը, մի խոսքով ես էլ ոստիկանությունում կդնեմ, ինքս կգնամ կանձնվեմ իհարկե, փախնելու տեղ չունեմ էլի ես։ Հիմա այդ փորձարկումները հավանականը արվել է, ինչ եմ ասում, որտեղ լրացուցիչ ինֆորմացիա կա, թե սովետական միության ժամանակաշրջանում քրոնիկայում կա որոշակի փորձարկումներ ա եղել տարբեր միության երկրներում, հատկապես Ռուսաստանում, որ զինվորները այդ փորձարկումից հետո շատ վատ են իրանց զգացել, առողջական իրանց պահով, հետագայում արդեն գործելելով իրանց առողջականը, շատերը կան, որ մահացել են։ Հիմա լրիվ ամեն ինչը, որ այդ քրոնիկան ուշադիր նայում ես, համեմատում ես այն ամենքի հետ, որ ինչն է էլի այդ ամեն ինչից կարելի է անել քո թեմայի մեջ։ Քո թեմայի մեջ ինչն է այդ քրոնիկայի պատմության մեջից ավելի դիպուկ, ավելի կպչող, որ քո թեմային է կպչում։ Ես դրանք ամբողջությամբ առանձնացրել եմ շատ շուտ դեռ։ Այս կարգի եմ աշխատել ես։
առանձին դրվագներում, էպիզոդներում ես Մկրտիչս Նիկոլայի Կարապետյան, ծնված 1967 թվականի փետրվարի 26-ին, ժամը չգիտեմ, այս կարգի եմ աշխատել իմ թեմայի վերաբերյալ, և դրել եմ ամբողջությամբ համեմատել եմ, ամբողջականությունը հետ, իմ թեմայի ամբողջականությունը տարբեր դրվագներում, էպիզոդներում համեմատության եմ վերցրել և դրանից եզրակացություն եմ կայացրել, որն ավելի դիպուկ եղել նոր կրկնեցի իմ թեմային, որ կարող եմ ես առնչվել ուղղակիորեն և իհարկե գտել եմ անկասկած, գտել եմ, թե ինչ կարգի կարող է ես հետաքրքրեի դրանց, ովքեր վերջո այս փորձարկումները կատարեցին, որում ես ապացույց չունեմ, բայց համոզված եմ, որ դա այդպես է, ապացույցս ես կարամ ապացուցեմ միայն իմ գործողություններով, վերջնական, որ միտքս ոնց որ ասել եմ, հեռուստացույցի միջոցով և ոչ միայն հեռուստացույցի միջոցով, նույնտեղից հեռախոսի, որ խոսում եմ, ասում եմ պրավադնային, բեսպրավադնային չված, լարային և ոչ լարային կապի միջոցով, ասել ես ինչու՞մ է, վերջո ես պատրաստվում եմ մի հատ էլի նույն ձև աշխատեմ, ավելի հանգիստ միջավայրում, հիմա տան վերանորոգումով եմ զբաղվում, նոր բնակարան եմ առել, շատ պրոբլեմատիկ էր վերանորոգում եմ, ու մտածություն ունեմ ես վերականգնեմ այն ամենքը, ինչ կարգի աշխատել եմ, սենց կգրեմ, ոնց որ ասում եմ, էլի համեմատության և կգտնեմ այն, ինչ որ փնտրել են հենց իրանք։ Հավատացում եմ ձեզ, ես ավելի շուտ կգտնեմ, քան իրանք իրանց ապարատուրայով, եթե իհարկե չխանգարեն ինձի ու թույլ չտան, որ ինձի խանգարեն իմ աշխատանքների մեջ, որ ես վերջո կարողանամ գտնեմ։ Ավելի քան հասկանալի լինելու համար ձեր համար, տեսեք, ուրեմն համեմատությանը դնում այն քո կյանքի էպիզոդները, դրվագները, որում ապրել ես, ինչն է քեզ վերաբերել, հանձինս, առնչվել